Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր նորից անդրադառնանք մեր օրերի ամենագլխավոր թեմային Գյումրու ավականու ընտրություններին։ Ես վստահ եմ, որ բոլորդ հասկանում եք, կապ չունի, որ քաղաքական հայտ են ներկայացրել բազմաթիվ կուսակցություններ։ Այսօր իրականում, հարգելիներս, պայքարը երկու կողմերի միջև է՝ Նիկոլ Փաշինյան եւ հայ ժողովուրդ, Նիկոլ Փաշինյան եւ Հայաստան։ Եվ ես վստահ եմ, նորից եմ ասում, ասել եմ, կրկնում եմ, գյումրեցիների թասիբի վրա, որ իրենք պետք է ձայնը տան ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Հայաստանի ապագային։ Այսօր մարդը գնում է Գյումրի ու խոսում է ջիպերի, վազվրատից, լեքսուսների, յաշիկների, մարդը բացարձակապես չի տիրապետում Գյումրու խնդիրներին։ Ու գնաց է իր հին լոլոներն է կարդում, որոնց շնորհիվ եկավ իշխանության։ Ու իրան թվում է, թե ժողովուրդը այնքան միամիտ է, որ պիտի հավատա իր այդ հեքիաթներին։ Հասկանում եք, ժողովուրդ ջան, ստե խնդիրը երկու կողմի միջև է։ Նիկոլ Փաշինյանի թայֆա քրչափրչախմբի եւ Հայաստանի Հանրապետություն։ Հիմա դուք ում եք ընտրելու։ Ես վստահ եմ, որ գյումրեցին ընտրելու է Հայաստանի ապագան, հայ ժողովրդի ապագան, որովհետև Գյումրուց սկսվել է այս քրչափրչախմբի հաղթարշավը, Գյումրիում էլ պետք է հուղարկավորվի այդ հաղթարշավը։ Դրանում ես չեմ կասկածում։ Իմ խնդրանքը բոլոր գյումրեցիներին, ձեր ցավը տանեմ, մտածեք, որ այս ընտրությունը ճակատագրական է լինելու Հայաստանի ապագայի համար, որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը հաղթեց իր քրչափրչախմբով, ուրեմն իմացեք, Հայաստանի ապագան ամիսների հարց է։ Նրա անցյալ գործունեությունը այլ բան չի ապացուցում։ Իսկ գյումրեցիները գրագետ հայեր են, նորից եմ ասում, Ավետիք Իսահակյան տված, Ֆրունզիկ Մկրտչյան տված, Արաքսակ Գյուլզադյան տված տարածաշրջանը չի կարող անուշադիր լինել Հայաստանի ապագայի նկատմամբ։ Ես խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք, պայքարը գնում է այդ երկու կողմերի միջև։ Նիկոլ Փաշինյանի քրչախումբ, թե Հայաստանի Հանրապետություն։